Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նախկին դեսպան հայագետ Ալեքսանդր Բոշկոյի հետ։ Բարև ձեզ, պարոն Բոշկո։ Բարև ձեզ։ Պարոն Բոշկո, մենք գիտենք, որ ռուս-ուկրաինա-ամերիկյան բանակցությունները բավականին ինտենսիվ են, դրանց մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր կողմերից։ Կրեմլը նախագահ Զելենսկիի հետ հանդիպման պայման դրել էր նրա Մոսկվա այցելությունը, սակայն Ուկրաինայի նախագահ Պուտինին էր հրավիրում Կիև։ Հիմա այս բանակցությունները ինչի մասին են, Ուկրաինայում ինչի են սպասում, արդյոք տարածքներ, չգիտեմ, խաղաղության, անվտանգության երաշխիքների դիմաց ինչ է տեղի ունենում։ Իմ կարծիքով, ուղղակի հիմիկվա բանակցությունները, որ պետք է Էմիրատներում անցնեն, ավելի շուտ տեխնիկական բնույթ են կրում, քանի որ թե ուկրաինական կողմից, թե ռուսական կողմից հիմնականում ներկայացված են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն։ Դրա համար երևի խոսքը պետք է լինի ռազմական գործողությունների ընդդատման մասին, ինչպես պայմանավորվեն եւ պայմանավորվեն արդյոք ես դժվարանում եմ ասել, քանի որ ահագին հարցեր կան, ահագին խնդիրներ կան, որոնք քննարկում են մոտենալ այս թեմային, ավելի ճիշտ որոշման այս թեման։ Դրա համար ես չեմ սպասում, որ այս հանդիպումը արդյունավետ լինի, չնայած իհարկե մենք բոլորս կուզենայինք, որ այդպես լիներ։ Շատ լավ, մինչ նաև տարածքների եւ հավանական անվտանգային երաշխիքների հարցին կրկին անդրադառնալը, վերջին շրջանում Ուկրաինայի էներգետիկ համակարգը ընդ որում քաղաքացիական օգտագործման Ռուսաստանի կողմից կրկին թիրախավորվել է, Թրամփը ասում է Պուտինին խոստացել էր մեկ շաբաթ չուղղել կրակը էներգետիկ համակարգի վրա, բայց այդ մեկ շաբաթը անցել է եւ Ռուսաստանը կրկին թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը։ Հիմա ինչ հումանիտար իրադրություն է Ուկրաինայում։ Դե խառը, որովհետև շրջաններ կան, որոնք ավելի են դժվում, եթե խոսենք օրինակ հարավային Ուկրաինայի մասին, էլի նույնը կարելի ասել եւ Կիևի մասին, որովհետև իրոք ինչպես վերջերս Կիևի իշխանությունները հայտարարել են, ավելի քան 1000 բնակելի շենքեր հիմա խնդիրներ ունեն ջերուցման էլեկտրականության հետ, այնպես որ մարդիկ փորձում են դիմադրել բոլոր դժվարությունները, բայց բոլորի մոտ չի ստացվում այդպես, մի մասը ավելի լավ պայմաններում, մյուսը ավելի վատ պայմաններում, ինչպես որոշ ժամանակ անց 90-ական թվականների սկզբներին դա Երևանում է եղել, ես այն ժամանակ աշխատել եմ Երևանում, այնպես որ լավ գիտեմ, հիշում եմ մենք որ եկել ենք, որ եւ դեսպանությունը բացելու, էլի խնդիրներ ունեինք եւ ջերուցման եւ էլեկտրականության հետ, եւ ահագին դժվում էին դրանից, հիշում եմ մի անգամ Ամերիկայի դեսպանը հրավիրել է ինձ, որ ես գամ իր հետ խոսեմ, զրուցելու, ես ամբողջ օրը նստացի Սարը շենքում, մեր դեսպանության շենքում, եւ հետո երբ որ եկել եմ ամերիկացիների մոտ, գիտեք երևի հիշում եք այդ շենքը, որտեղ եղել է առաջ Ամերիկայի դեսպանատունը, եւ ինձ զարմանալի էր, որ նման պայմաններում կարելի է աշխատել։ Դրա համար հիմա Ուկրաինան
եւ Կիևը հատկապես հիմա նման դրության մեջ է, բնակարանում շատ ցածր աստիճանը, մեկի մոտ 5 աստիճանը, մյուսի մոտ 10 աստիճանը, մի խոսքով նման պայմաններում ստիպված ենք դիմադրել եւ իհարկե կուզենայինք, որ գոնե ընդդատում լիներ, որ մենք կարողանայինք կարգի բերել մեր ցանցերը, կոմունալ ցանցերը եւ մենք գոնե քիչ թե շատ նորմալ պայմաններում կարող ենք լինել։ Շատ լավ, պարոն Բոշկո, տեսեք, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ըստ Financial Times պարբերականի Ուկրաինային հասկացրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն եթե Կիևը համաձայնի խաղաղության պայմանագրին, որով կպահանջվի ողջ Դոնբասը զիջել Ռուսաստանից։ Սա հեղինակավոր ամերիկյան այդ թերթի ինֆորմացիան է, նա հղում է արել 8 աղբյուրի, ըստ նրա Վաշինգտոնը ակնարկել է, որ կարող է Ուկրաինային ավելի շատ զենք առաջարկել խաղաղ ժամանակ բանակը հզորացնելու համար, եթե նա համաձայնի զորքը դուրս բերել արևելյան շրջաններից։ Ընդհանրապես կարելի ասել, որ սա է գլխավոր հարցը ուկրաինացիների առաջ կանգնած դուրս գալ Ռուսաստանի դեռևս չօկուպացրած տարածքներից ստանալով անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից եւ ընդհանրապես ինչ է այդ անվտանգության երաշխիքը ԱՄՆ-ից այս պայդրությամբ։ Այո, ճիշտ է, որովհետեւ դժվար է մերոնք չունենալով համոզիչ երաշխիքներ կարողանանք նման քայլի դիմել։ Այդ քաղաքները, որոնց մասին դուք հիշում եք, դա Սլովյանսկը եւ Կրամատորսկը, շատ ամրապնդված են ուժեղ ռազմական տեսակետից, պատրաստված են դիմադրելու եւ հանձնելու այդ տարածքները, նշանակում, որ մենք մեր ուժը ահագին կորցնում ենք այդ իմաստով, ոչ ավելի որ լավ պայմաններում լինի մեր զորքերը, ինչպես եղել է դա, հիշում եմ 14 թվականին, երբ 15 թվականին, երբ որ մեր իշխանությունները համաձայնվել են Մինսկում բանակցություններից հետո համաձայնության են հասնել, որ ուկրաինացիները պետք է քաշեն իրենց զորքերը այդ դիրքերից, որոնց գրավում են իրենք, եւ մենք գնացել են այդ քայլին, արդյունքում ահագին կորուստներ են կրել եւ հիմա ունենալով այս դասը իհարկե շատ զգուշավոր ենք մոտենում նման քայլերին։ Դրա համար ես չեմ սպասում, որ մեր իշխանությունները կգնան հիմա այդ քայլին եւ որոշում կընդունեն առանց համոզիչ երաշխիքների տեղափոխել մեր զորքերը։ Բացի դրանից պետք է ասեմ, որ այս շրջանները, այդ քաղաքները ամենաուկրաինամետ են։ Հիմնականում այդտեղ բնակչությունը աջակցում է ուկրաինական իշխանություններին, Ուկրաինային իր կրվի մեջ ռուսների դեմ։ Դրա համար շատ բարդ է լինելու մեզ համար, որ մենք գնանք նման քայլի։ Իսկ Ուկրաինան ընդհանրապես անվտանգության ինչ երաշխիք է սպասում։ Այն կարևոր երաշխիքը ո՞րն է, որի դիմաց ամեն դեպքում ուկրաինական իշխանությունը
լրջորեն կարող է քննարկել զորքերը արևելյան որոշ տարածքներից դուրս բերելու սցենարը, Դոնբասից այսպես դուրս բերելու։ Ես գիտեմ, որ ուկրաինացիները չեն հավատում Բուդապեշտի հուշագրի կամ Մինսկի համաձայնագրերի նման ինչ-որ երաշխիքներ, այսինքն թղթի կտորներին ուկրաինացիները չեն հավատում եւ ԱՄՆ-ից են հատկապես անվտանգության երաշխիք պահանջում։ Դուք պատկերացնում եք դա ինչ երաշխիք կարող է լինել, որ Ուկրաինան նման ծանր զիջման գնա հանուն պատերազմի կանգնեցման, բայց նաև ստանա այդ ուժեղ երաշխիքը, ինչն է, կա այդպիսի հավաստում, չգիտեմ, պարտավորություն, որ Վաշինգտոնը, ՆԱՏՕ-ն կամ եվրոպական երկրները կարող են ստանձնել։ Իհարկե նման երաշխիքներ կան, բայց իմ կարծիքով հիմա ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկան պատրաստ չի նման երաշխիքների գնան։ Դա նշանակում է, որ իրանք եթե ռուսները եթե խաղաղության մասին պայմանագիրը կնքեն եւ հետո ռուսները նորից կուզենան հարձակվեն Ուկրաինայի վրա, ապա որ Ամերիկան ենթադրենք թե Եվրոպան մտնի միանգամից այդ պայքարի մեջ ռուսների դեմ եւ մտցնի իրենց զորքերը Ուկրաինան, որպեսզի օգնեն մեզ։ Իհարկե հիմա ոչ Ամերիկան չեն այդպիսի երաշխիքներ դուք նկատի ունեք Եվրամիությունում։ Հենց դա է որ եթե ասենք եթե իրենք ասում են երաշխիքների մասին խոսում են եւ եթե պատրաստ լինեն նման գործողությունների ուկրաինացիների հետ միասին, ապա իհարկե դա նշանակում է որ դրանք երաշխիքներ են, բայց եթե հիմա միայն խոսքեր են թղթի վրա ինչ որ խոստումներ, դա մեզ չի համոզում հիմա մանավանդ մենք դեռ ուժ ունենք դրամադրելու եւ իմ կարծիքով եթե ասենք ինչ որ պայմաններ փոխվեն ի հօգուտ Ուկրաինայի իսկ ես նկատի ունեմ ասենք Ռուսաստանի տնտեսական դրությունը դժվարանա, ծանրանա եւ որպեսզի Ռուսաստանը իր մաշկի վրա զգա պատերազմի ծանրությունը, այն ժամանակ մենք սպասում ենք որ տարբեր այսինքն մեր պայմանները ավելի հավասար լինեն ռուսների հետ, որպեսզի խոսենք, զրուցենք խաղաղության պայմանագրի քննման մասին։ Իսկ քանի որ նման հիմա պայմաններ չկան, ապա բանակցություններ են անցնում, տեսնենք ամերիկացիները ինչ առաջարկություններ կառաջարկեն մեզ, ինչ պայմաններ եւ ինչի համար եւ ինչին պետք է պատրաստ լինեն ռուսները, եթե իրենք պայմանավորվում են իրենց համաձայնությունը ինչ որ մեր կողմից քայլերի հետ, տեսնենք ոնց է լինել։ Շատ լավ, ես իհարկե Ռուսաստանից միշտ բացասական տեսակետն եմ լսել Ուկրաինայի տարածքում եվրոպական կամ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի զորքեր լինելու հնարավոր սցենարի հետ, իհարկե հիշում ենք, որ Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիան խոստանում էր անվտանգության երաշխիքներ դեռ հունվարի սկզբին, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան նման հռչակագիր են ստորագրել պատերազմից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ ընդհանրապես Ռուսաստանի տեսակետը այս հարցում ինչքանով կարևոր է, չէ՞ որ նրանք հաճախ սպառնում են, որ այդ ուժերը կարող են թիրախավորվել մեր կողմից, այսինքն մի քիչ աբսուրդային է, Ռուսաստան պետք է համաձայնվի արևմտյան զորքերի մուտք Ուկրաինա այն դեպքում, երբ որ ինքը պատերազմը սկսել է թույլ չտալու Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելը եւ
արևմտյան զորքերի Ուկրաինայի տարածքում տեղակայվելը, չգիտեմ, մի տեսակ ամեն դեպքում թվում է թե փակուղային է այս անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը։ Կարելի է Ռուսաստանին հարկադրել նման սցենարի հետ հաշտվել։ Վերջերս Կիևի եկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, դուք գիտեք երևի։ Եվ եկել է այն ժամանակ, երբ որ Կիևը ռմբակոծության տակ էր եւ ջերմ էլեկտրակայանը ահագին վնասված էր, մերոնք տարել են նրան ցույց են տվել այս ամբողջը։ Եվ ճիշտ ասած մենք սպասում ենք իրենից, որ ինչ որ նոր առաջարկություններ նա բերի, բայց երբ որ նա ելույթ ունեցել Գերագույն Ռադայում, ապա ինքը ասել է, որ մենք բոլորս, այսինքն իրենք էլ սպասում ենք, մենք բոլորս սպասում ենք գարնանը։ Եվ երբ որ մենք հասնեն գարնանը, նշանակում է, որ դա մեզ համար հաղթանակն է։ Բայց իհարկե շնորհակալություն այդ ջերմ խոսքերի համար իրեն, բայց իհարկե մենք ուրիշ խոսքեր ենք սպասում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Եվրոպան դեռ չի հասունացել, որպեսզի ըմբռնի այն Ռուսաստանի վտանգը այնքան, ինչպես մենք ենք զգում դա եւ ապրում այդ վտանգը։ Նույնը վերաբերում է Ամերիկային, քանի Ամերիկան իր գործերով զբաղված եւ ճիշտ ասած կարևոր է որ այս ժամանակաշրջանը ես նկատի ունեմ եւ ծմերը եւ հետո գարնանը որ մենք կարողանանք անցնել ունենալով ամենակիչ վնասներ Ռուսաստանի հարձակումներից եւ որպեսզի հետո արդեն հաջորդ փուլում ուշքի գանք հավաքենք մեր ուժերը Եվրոպայի հետ, որովհետեւ իրոք այնտեղ կոստումներ կան եւ դուք գիտեք, որ դեկտեմբերին որոշում են ընդունել Եվրոպայում տրամադրեն մեր բյուջետի համար ահագին մեծ գումարը, որպեսզի մենք կարողանանք փակել մեր եւ տնտեսական հարցերը եւ հումանիտար որոշ չափով հարցերը։ Այսինքն որ հարկավոր է իրոք հաղթահարել հիմա այս ճգնաժամային ժամանակաշրջանը, որ մենք կարողանանք այս սառնամանիքը, այս զմերը անցնենք եւ հետո արդեն ավելի հեշտ կլինի լուծել մնացած հարցերը։ Մի խոսքով այո վտանգ կա եւ դեմ Ռուսաստանի դեմքը մենք լրիվ զգում ենք, որովհետեւ ինչպես տեսնում ենք, երբ որ նրանք ռմբակոծում են եւ ոչ ռմբակոծում են ոչ թե ռազմական օբյեկտներ, այլ էլեկտրակայանը, երկու տաղային ուղիները եւ այլն, այն ինչ որ մեզ համար շատ կարևոր է նորմալ կյանքի համար։ Իրենք ուղղակի աշխատում են, որ մենք վերադառնանք դեպի քարանձավները, այսպես ասած, եւ որպեսզի այդ պայմաններում արդեն ավելի ոնց ասենք, ավելի շուտ համաձայնվենք իրենց պայմաններին։ Դրա համար պատերազմը էլի նման դեմք ունի եւ Ռուսաստանը հատկապես այդ դեմքի մասին շատ են խոսել եւ հիմա համոզվում են, որ այո, ուղղակի բարբարոսական ժողովուրդ է, ուրիշ լեզու չունեն, բացի նման գործողություններից խաղաղ բնակչության նկատմամբ։ Եվ դա ցավալի է, բայց հիմա մենք այդպիսի պայմաններում ենք եւ ուրիշ առայժմ հնարավորություն չկա այդ պայմանները փոխել, դրա համար հարկավոր է դիմադրել, տեսնենք ինչ է լինելու։
Շատ լավ, այսինքն դեռևս դուք հնարավորություն չեք տեսնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի այս պատերազմը կասեցնելու, հաշվի առնելով, որ անվտանգության այնպիսի երաշխիքներ այս պայդրությամբ գոնե Ուկրաինային չեն առաջարկվում, որոնք կբացառեն պուտինյան կամ ռուսական որևէ այլ իշխանության ռազմական հերթական ագրեսիան Ուկրաինայի դեմ, այս պարագայում կարելի է ասել, պարոն Բոշկով, որ Ուկրաինան կունենա Միացյալ Նահանգների ռազմական, հետախուզական, քաղաքական, տնտեսական աջակցությունը պատերազմի շարունակման դեպքում մենք հիշում ենք ամիսներ առաջ, երբ որ Թրամփը նոր էր եկել Սպիտակ տուն, անգամ կասեցրել էր Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը, այսինքն հարկադրում էր, որ Ուկրաինան գնա այդ հազվագյուտ մետաղների գործարքին, գնա բանակցի Ռուսաստանի հետ, բայց կարծես ԱՄՆ-ն հասկացավ, որ խնդիրը հենց նաև Պուտինն է, որը չի կանգնեցնում այս պատերազմը։ Եթե շարունակվի պատերազմը, Ուկրաինան կունենա Արևմուտքի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շարունակական աջակցությունը, ինչ եք մտածում։ Դե մի կողմից Թրամփը աշխատում է ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ, մյուս կողմից ինչպես մենք տեսնում ենք, որ Ամերիկան ագեն հուպ է տալիս Ռուսաստանի, եթե մենք ասենք նավթի մասին, որովհետև եւ կանգնեցնում է տանկերները ռուսական, այսինքն աշխատում է տնտեսական ճնշման տակ ճնշում գործադրել, տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, դե եւ ունենալով օգուտ իր համար, քանի որ նա կարողանում է իր նավթը վաճառել, հիմա Վենեսուելայի նավթի մասին է խոսքը գնում, ինչպես դուք գիտեք երևի, դրա համար այդ խաղը իհարկե մեզ համար ստիպված ենք դստել այդ խաղի հետ, Ամերիկայի ուրիշ ելք չունեն, չէ, եւ պարկասո դուք ճիշտ եք այդ իմաստով, որ այո, օգնությունը գալիս է եւ ռազմական եւ տնտեսական Ամերիկայի կողմից ձևը փոխվել է, եթե անցյալ նախքին Ամերիկայի նախագահի հետ մենք ավելի Тут ենք ստանում դա եւ ավելի մեծ չափսերով, բայց հիմա այդ դերը օկնոհի դերը կամած լրացնում է Եվրոպան, միանգամից չի կարող իհարկե փոխարինել, քանի որ իրոք եւ Ամերիկայի ազդեցությունը ուրիշ ռազմական, տնտեսական եւ այլն, բայց հարկավոր է, որ այդ աջակցությունը կա եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր ելույթում ընդգծել է, որ էլի շարունակի օգնել Եվրոպան մեզ։ Մի խոսքով պատերազմը գնում, իհարկե մենք կուզենայինք, որ շուտ վերջանար, որ վերջակետը ավելի շուտ մենք կարողանայինք դնել, բայց հիմա դրությունը այսպեսին է։ Պարոն Բոշկո, շնորհակալություն հարցազրույցի համար, հուսանք ուկրաինացիները ավելի շուտ կստանան խաղաղություն, շատ դաժան պատերազմ է ձեր ժողովրդի դեմ եւ վստահ եմ մեր երկրում շատ հայեր, հայաստանցիներ ուղղակի կարեկցում են ուկրաինացիներին եւ շուտապույտ խաղաղություն ձեր երկրին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բոշկո, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նախկին դեսպան հայագետ Ալեքսանդր Բոշկոյի հետ։